Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Հայաստանն այսօր կընտրի Եվրատեսիլ 2013-ի իր երգը, ով եւ ինչպես կկատարի Դորիաս խմբի մեներքիչ Գոր Սուջյանի երգի ընտրությունը։ Նկատողություն Անկարային ԱՄՆ պետքարտուղարը հանդիմանել է Թուրքիայի իշխանություններին սիոնիզմը ֆաշիզմի հետ համեմատելու համար։ Երկշաբաթյա ժամկետ մինչև կոնկլավը Վատիկան կժամանի շուրջ 115 կարդինալ մասնակցելու նոր պոնտիֆիկոսի ընտրությանը։ Ոստիկանապետի պատվոգիր տաքսու վարորդին նա մինչև իրավապահների ժամանումը բռնել է տարադրամի փոխանակման կետից փոխափշտակած ու հախուստի դիմաց գողին։ Եվ այսպես ուղիղ կես ժամից առաջին ալիքի ուղիղ եթերում կմեկնարկի Եվրատեսիլ 2013-ում Հայաստանի երգի ընտրությունը։ Շվեդիայում կայանալիք միջոցառմանն այս տարի մեր երկիրը կներկայացնի ռոք երգիչ Գոր Սուջյանը, որն այս պահին առաջին ալիքի առաջին տաղավարում վերջին պատրաստություններն է տեսնում։ Միանգամից ստուգենք մեր գործընկերների պատրաստվածության Զարկերակա հանրային հեռուստաընկերության առաջին տաղավարում իմ գործընկեր Գոհար Գասպարյանն է։ Գոհար, բարի երեկո։ Շատ հրաշալի տեսք ունեք, տեսնում եմ նաև Գոր Սուջյանը ձեր կողքին է կանգնած, կխնդրեի նախ ներկայացնեք, ինչ ենք տեսնելու այսօր եթերում և ոգևորությունը արդեն ակնհայտ է տաղավարում։ Բարի երեկո Աբրահամ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, իհարկե տեսնում եք, որ իմ կողքին կանգնած է այն երիտասարդը, որը այս տարի ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում, ինչի առիթով մենք անչափ ուրախ ենք, քանի որ այս որոշումը կայացվել է հենց հանրային հեռուստաընկերության կողմից։ Այսօր եթերում դուք կտեսնեք եւ կլսեք 4 հիանալի ստեղծագործություն Գորի եւ Դորյանսի կատարմամբ, որից հետո կլինի քվեարկություն եւ հանդիսատեսը եւ պրոֆեսիոնալ ժյուրի անդամները կկարողանան քվեարկության միջոցով ընտրել լավագույն երգը, այսինքն հեռուստադիտողն ու ժյուրին են ընտրելու թե որ երգը կմեկնի Եվրատեսիլ։ Գոհար, գիտենք, որ այս տարի երգչի ընտրության հարցում փոփոխություն կատարվեց սահմանված կարգում։ Քանի երգ է ներկայացված, ովքեր են ժյուրիի անդամները եւ ինչ սկզբունքով է կատարվելու երգի ընտրությունը, խնդրեմ ներկայացրեք։ Կարծում եմ Գորն էլ կփաստի, թե որքան մեծ աշխատանք է տարվել մինչև հիմա երգերը ընտրելիս, որովհետև մենք աշխարհի տարբեր կետերից ստացել էինք 70-ից ավելի երգեր, այսինքն նախապես հայտարարված մրցույթի կարգով, որովհետև մենք հայտարարեցինք երգի մրցույթ, ոչ թե երգիչի, որովհետև երգիչին արդեն ընտրեցինք ներքին ընտրությամբ հանրայինի գեղարվեստական խորհրդի կողմից։ Եվ այդ երգերից ընտրեցինք 4 լավագույնը։ Գոր, ինչ ես կարծում, ճիշտ ընտրություն ենք արել, որ 4-ն ենք ընտրել, այլ ոչ թե օրինակ 10-ը։ Ես կարծում եմ, այո, այսօր ինձ թվում է հանդիսատեսը կհաստատի դա։ Համենայնդեպս մենք վստահ ենք, որ այդ 70 երգերից այն երգերն ենք ընտրել, որոնք ավելի հարմար են եւ ավելի համահունչ են Գորի եւ Դորյանսի ձեռագրին։ Գոհար, սա 7 տարվա ընթացքում մեր 6-րդ մասնակցությունն է, ինչպես հեռուստադիտողը եւ բոլորս գիտենք, շատ հայտնի եւ հիմնավորված պատճառներով հայաստանյան պատվիրակությունն անցած տարի չմեկնեց Բաքու եւ չմասնակցեցինք մեր Եվրատեսիլին։ Այս մեկամյա ընդմիջումը արդյոք չի ազդել մեր պատվիրակության եւ մեր մասնակիցների տրամադրվածության վրա։ Ինչ ես կարծում Գոր, երևի թե դու պատասխանես։ Ես կարծում եմ նույնիսկ երևի դրական է ազդել, որովհետև ավելի ուժեղ ենք ինձ թվում է հիմա արդեն պատրաստվել։ Այսպես է կարծում այն մարդը, որը մարտական տրամադրված է եւ պատրաստ է լավագույնս ներկայացնել Հայաստան այս մրցույթում։ Կարծում եմ, որ ոչ մի կերպ չի ազդել, որովհետև նույն Գորը եւ Դորյանսը պատրաստ էին նախորդ տարի անգամ մեկնել, իսկ այս տարի այդ պատրաստակամությունը կրկնապատկվել է եւ բոլորը անհամբեր սպասում են Հայաստանի վերադարձին եւ արդեն երգը չլսած անգամ հայտարարում են, որ վարկանշային սանդղակում մենք 4-րդն ենք։ Ներկայացուցչին մաղթում ենք հաջողություն, հաջող ելույթ եւ իր ոճին բնորոշ երգ, որպեսզի կարողանա իսկապես բարձր մակարդակով թե հայաստանյան լսարանի համար եւ թե միջազգային թատերաբեմից ներկայացնի մեր երգը Եվրատեսիլ 2013-ում։ Ցեք մեզ ընդամենը րոպեներ անց եւ իհարկե կատարեք ճիշտ որոշում։ Գոր, եւ քո վերջին ցանկությունը ելույթից առաջ։ Ես մաքսիմալ պատրաստ եմ կատարել 4 երգ մաքսիմալ լավ, իսկ դուք պատրաստ եղեք քվեարկել մաքսիմալ լավ ու ակտիվ։
Շատ շնորհակալություն, ձեզ բարձր տրամադրություն եւ հաճելի ժամանց ենք մաղթում, իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ Եվրատեսիլյան երկի հայաստանյան նախընտրական փուլի ամբողջ ընթացքին կարող եք ուղիղ հետևել առաջին լրատվականի այս թողարկումից անմիջապես հետո։ Ուրախ ու երաժշտական տրամադրությանն անմիջապես կհաջորդի դիվանագիտության թեման։ Մարտի 2-ին 21 տարի առաջ Հայաստանը միավորված ազգերի կազմակերպության անդամ դարձավ։ Այս հանգամանքից էլ ելնելով կառավարությունը որոշել է մարտի 2-ին նշել դիվանագետի օրը։ Ով է դիվանագետը, մասնագիտական ու մարդկային ինչ որակներ ունի, որն է նրա գլխավոր առաքելությունը եւ ինչպես է ծառայում Հայաստանին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բացառիկ հարցազրույցը առաջին լրատվականին։ Այսօր Հայաստանը ունի 157 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ։ 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում 61 դիվանագիտական ներկայացություն է գործում։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ հարյուրավոր այցելություններ են կազմակերպվել պետական տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակով։ Հայաստանը մասնակցել է բազմաթիվ հարյուրավոր միջազգային կոնֆերանսների համաժողովների։ Ստորագրվել է 1744 պայմանագիր եւ արձանագրություն։ Այս ամենի հետևը մեծ աշխատանք է, որը արել են նաեւ դիվանագետները։ Եվ օրվա կապակցությամբ հայ դիվանագիտական կորպուսին ուղերձ է եղել նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետի օրվա կապակցությամբ նախագահը նշել է, որ այսօրը հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի։ Քանզի իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը 21 տարի առաջ անդամակցեց միավորված ազգերի կազմակերպությանը, դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ, իրականացնելով մեր աշխարհասփյուր ժողովրդի մի քանի սերունդների անկախ հայրենիք ունենալու նվիրական իղձը։ Այսօր մեր առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը վարում է հստակ օրակարգով մեր երկրի եւ ժողովրդի շահի գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականություն։ Հայաստանն արտաքին աշխարհի համար հանդես է գալիս իբրև վստահելի եւ կանխատեսելի գործընկեր։ Հայ ժողովրդի համար գերական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում մեր դիվանագիտության դերը հիրավի մեծ է ու կարևոր։ Հետևաբար, օրինաչափորեն մեծ են ակնկալիքներն ու պահանջները մեր դիվանագետներից։ Հայրենասիրությունն ու անձնվիրությունը, մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու հմտությունը, պատասխանատվությունն ու նպատակասլացությունն այն հատկանիշներն են, որ պետք է բնութագրեն յուրաքանչյուր դիվանագետի։ Հարգելի դիվանագետներ, վերստին շնորհավորում եմ ձեզ, մաղթում արգասաբեր գործունեություն, ի նպաստ միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքի եւ հեղինակության ամրապնդման, մեր հայրենիքի զարգացման համար արտաքին բարենպաստ միջավայրի ապահովման եւ մեր ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացման, ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ Մի քանի միլիոն դոլարի ներդրում ավելի քան 100 ժամանակավոր ու մշտական աշխատատեղ Հայաստանի ամենակուրորտային քաղաքում Ծաղկաձորում բացվել է Golden Palace հյուրանոց։ Աշխատանքները տևել են 3.5 տարի, հյուրանոցային համալիրում ապահովված են զբոսաշրջիկների անվտանգությունն ու լիակատար հանգստի բոլոր պայմանները։ Միջազգային չափանիշներով կառուցված համալիրի բացմանը մասնակցել է նաև երկրի ղեկավարը։ Եվս մեկ նվեր սիրահարներին, որոնք լավ գիտեն գեղատեսիլ Ծաղկաձորի առավելությունները։ Ծաղկաձորում բացվեց Golden Palace Grand Lux 15 աստղան հյուրանոցը։ Այն հյուրերին առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի տրամադրելով հանգստի լիակատար պայմաններ։ Բացման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թվականի նոյեմբերին սկսված շինարարությունն ավարտված է եւ հյուրանոցը պատրաստ է այցելուներին տրամադրել 120 սենյակներ, որոնք բաժանվում են 9 կարգի։ Ծառայություններն այստեղ մրցունակ են տարածաշրջանում եւ կարող են բավարարել ցանկացած հաճախորդի, իսկ հյուրանոցային համարների գները տնօրինության հավաստմամբ իրենց մատչելիությամբ հաճելիորեն կզարմացնեն այցելուներին։ Այսպեսի սխեմա է ընտրված քաղաքի մեջ։ Այստեղ ներառված են բազմազան ծառայություններ, սկսած ջրային մեծ ավազան ունենք, լողավազաններ, բաղեր, ռեստորաններ, սպա կենտրոն ունենք Թայլանդից հրավիրված մասնագետներով, ունենք խաղատուն, ունենք դիսկո ակումբ, սպորտային մեծ ուղղվածություն ունի, մեծ բազմաֆունկցիոնալ մազադահլիճ ունենք, ամեն ինչ կա։
Համալիրի տարածքում գործում են մի քանի ռեստորանային սրահներ, որոնք աշխատում են շուրջօրյա։ Գործում է նաև կոնֆերանսների դահլիճ նախատեսված 80 հոգու համար, տարբեր մեծության հանդիպումների սրահներ, որոնցում հնարավոր է 3 լեզուների համաժամանակյա թարգմանություն ապահովել։ Ձմեռային բոլոր ամիսներին հյուրանոցը ունի հնարավորություն ընդունելու դահուկային սպորտի սիրահարներին ողջ աշխարհից։ Հյուրանոցը տրամադրում է նաև մարզագույք, կգործի նաև թայլանդական սպա կենտրոն, որտեղ Թայլանդից հատուկ հրավերով ժամանած բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետները կառաջարկեն իրենց ծառայությունները։ Grand Lux դասի 5 աստղանի հյուրանոցը, որն իր մատուցած ծառայությունների բազմազանությամբ, սպասարկման բարձր որակով եւ հարմարավետությամբ եզակի է տարածաշրջանում, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով էական անդրադարձ կունենա туриզմի ոլորտի վրա, որը երկրի տնտեսության առավել արագ զարգացող ճյուղերից է։ Տուրիստական ենթակառուցվածքները Հայաստանում արդեն ձևավորվել են։ Մենք ունենք եւ ժամանակակից օդանավակայան, ճանապարհներ, կապի միջոցներ եւ որ ամենակարևորը հյուրանոցային համալիրներ։ Եվ այս բարձր կարգի հյուրանոցային համալիրը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ եւ իր ուրույն տեղը կգտնի մեր այդ համակարգի մեջ եւ ուրախալի է նա, որ վերջին շրջանում հյուրանոցային համալիրները ձևավորվում են ոչ միայն Երևանում, այլև մեր մարզերում եւ Ծաղկաձորը լավ օրինակներից մեկն է։ Golden Palace-ը հանգստի է հրավիրում տարվա բոլոր եղանակներին, հաճելի ժամանցն այստեղ ապահոված է, մտածված է յուրաքանչյուր մանրուք, ապահոված են հարմարավետ հանգստի համար բոլոր պայմանները։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական ծաղ։ Օրվա միջազգային լրահոսի թոփ քառյակը Հռոմի Պապի նստավայրի դուռն արդեն փակվել է, իսկ նոր կոնկլավ հավաքելու գործընթացն էլ մեկնարկել։ Վատիկանում սկսվել է այսպես կոչված անցումային ժամանակաշրջանը, երբ եկեղեցին մնում է առանց առաջնորդի մինչև նոր Պապի ընտրությունը։ Վատիկանի մամուլի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ընտրելու համար Հռոմ են հրավիրվել այդ իրավունքը ունեցող 115 կարդինալները։ Նախապես հայտարարվել էր, թե կարդինալները նոր պոնտիֆիկոսին ընտրելու են երկուշաբթի օրը, սակայն մինչև բուն կոնկլավի գործունեության մեկնարկը հրավիրվելու է նախնական հավաք կամ կոնգրեգացիա, որին հետևելու է դժվարին նախապատրաստական փուլը։ Այնուհետև նոր միայն կոնկլավն ընտրելու է նոր Պապին։ Որևէ փորձագետ հանձն չի առել կանխատեսել, թե երբ կավարտվի կոնկլավը եւ երբ կդառնա նոր քահանայապետի անունը։ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ուղևորվել է Կասել Կոնդոլֆո նստավայր, որտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո վերադառնալու է հոգևոր կյանքի։ Առաջին անգամ անցած 600 տարիների ընթացքում կոնկլավը գումարվելու է նախորդ Պապի կենդանության օրոք։ Նոր Պապի թեկնածուները ներկայացնում են Լատինական Ամերիկան, Աֆրիկան եւ Եվրոպան։ Սիոնիզմի մասին Էրդողանի հայտարարությունն ստվերեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը Թուրքիա։ Այս եւ նմանատիպ պարսավող վերնագրերով էին այսօր ողողված թուրքական թերթերը, որոնք անդրադարձել էին Ջոն Քերիի, Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի հետ հանդիպումներին։ Քերին, որ Թուրքիա էր ժամանել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես ներսիրիական հակամարտության վերաբերյալ Անկարայի հետ բանակցություններ վարելու նպատակով, Էսենբողա օդակայանից հեռացել է հաստ թղթապանակով, ինչն էլ հիմք է տվել վերլուծաբաններին պնդել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը այնքան էլ գոհացած չի հեռանում Թուրքիայից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին խիստ քննադատել է Իսրայելին սիոնիստական պետություն անվանելու եւ սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություն համարելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները։ Քերին իր դիրքորոշումը հայտնել է իր արտասահմանյան առաջին շրջագայության շրջանակում Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Ակնհայտ է, որ մենք ոչ միայն համաձայն չենք այդ արտահայտությանը, այլև դատապարտում ենք այն։ Թուրքիան ու Իսրայելը Միացյալ Նահանգների կարևորագույն դաշնակիցներն են, եւ մենք ցանկանում ենք նրանց տեսնել գործակցելիս, այլ ոչ միմյանց հասցեին հռետորաբանական արտահայտություններ նետելիս։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փորձել է արդարանալ, թե Իսրայելն է մեղավոր Թուրքիայի կողմից թշնամանքի արժանանալու համար, քանի որ միջազգային չեզոք ջրային տարածքում սպանել է 9 թուրքի։ Որպես երկիր մենք որևէ պետության կամ ժողովրդի հանդեպ երբեք թշնամական արտահայտություն չենք հնչեցրել։ Ընդհակառակը, թուրքերին սպանելով Իսրայելն է թշնամական գործողություն կատարել։ Չնայած Ջոն Քերին Թուրքիայի այցելել թուրք-ամերիկյան կապերը խորացնելու համար, փորձագետները նշել են, որ այդ նպատակի եւ այցի վրա ստվեր է նետել Թուրքիայի վարչապետի տխրահռչակ հայտարարությունը։ Կրակի վրա յուղ են ավելացրել նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցի ընթացքում կազմակերպված հակաամերիկյան ցույցերը։ Ազգայնական ուժերի կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները պնդել են, թե Քերին Թուրքիայի է ժամանել, որպեսզի պարտադրի Միացյալ Նահանգների կամքը։ Նրանք Քերիի ժամանումը որակել են որպես իմպերիալիզմի ճնշում։
Բողոքի ակցիայի մասնակիցները հատկապես քննադատել են սիրիական սահմանին Պետրիոտ համակարգերի տեղադրման հարցում ըստ իրենց Թուրքիայի կառավարության հանդեպ ամերիկյան պարտադրանքի դեմ։ Հակաամերիկյան կարգախոսներով ցուցարարները շարժվել են դեպի Ստամբուլում Նիդերլանդների հյուպատոսություն եւ շենքի ուղղությամբ նետել թղթե ինքնաթիռներ։ Նրանք հայտարարել են, թե Հոլանդիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների զինվորականների կառավարած Պետրիոտ համակարգերը Թուրքիային նույնքան օգուտ կտան, որքան այդ թղթե ինքնաթիռները կվնասեն հյուպատոսության շենքը։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Օրվա ներհայաստանյան իրադարձությունների մասին ազատության հրապարակում այսօր հերթական հանրահավաքն է անցկացրել Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը։ Հանրահավաքին մասնակցել ու ելույթ են ունեցել ինչպես Ժառանգություն կուսակցության անդամներ, այնպես էլ կուսակցության համակիրներ եւ հասարակական քաղաքական այլ գործիչներ։ Մասնավորապես Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, Արկադի Վարդանյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք։ Իր ելույթում ի թիվս այլ հարցերի Ռաֆի Հովհաննիսյանը խոսել է նաեւ իրենց հետագա քայլերի, մասնավորապես վերջին օրերին լայնորեն քննարկվող ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով սահմանադրական դատարան դիմելու հարցի մասին։ Վաղը ձեր խորհուրդը մեր սրտի մեջ, մեր գիտակցության մեջ արած, մենք որոշում կկայացնենք, եթե պիտի դիմենք սահմանադրական դատարան, թե ոչ։ Վաղը ներողություն Երեկվա խորհրդակցական առաջի օրվա խորհրդակցական քվեարկության հետքերը կան գրանցված են, բայց դա խորհրդակցական է։ Մենք վաղը մեր իրավաբանների, մեր քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների հետ պիտի հանդիպենք եւ պիտի որոշենք։ Կարող է համաձայն լինենք, թե չլինենք, բայց դա կապ չունի։ Երկուշաբթի օր ձեզ կներկայացնենք այդ որոշման արդյունքը, երկուշաբթի օր դուք կիմանաք։ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության պատվոգրով է պարգևատրել երևանաբնակ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավորը ոտնձգությունը կասեցնելու գործում։ Հիշեցնեմ, որ երեք ոստիկանները ձերբակալել են Ավանի Խուդիակովի փողոցի վրա արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտիչին։ Բանկերից մեկի աշխատակից 33-ամյա Շահեն Ղուկասյանը, որը նաև ընտանիքի հայր է, խաղադրույքների հետևանքով կուտակած մի քանի միլիոնի պարտքերը փորձել էր մարել, թալանելով փոխանակման կետը։ Դիմակավորված կողոպտչին հաջողվել էր ճանկել ամբողջ գումարն ու փախչել։ Աշխատակցու օգնության կանչին անմիջապես արձագանքել էր Մայթեզրին կայանած տաքսու վարորդը։ Արմեն Ղազարյանը հետապնդելով նրան հասել ու գտել էր գողին։ Արդեն քիչ անց օգնության հասած ոստիկանները բերման են ենթարկել Ղուկասյանին։ Հափշտակված շուրջ 1.100.000 դրամը հայտնաբերվել եւ առգրավվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Շահեն Ղուկասյանն էլ ձերբակալված է։ Ես երախտապարտ եմ քեզ քո ծնողներին, որ այդ դու այդպիսին ես, որ դու կարաս դիմես որոշակի ռիսկի, ինչ-որ հանցագործություն կանխելու համար, Աստված քեզ պահպանվի։ Արվեստների ու արհեստների մայրաքաղաքում ավտոսպասարկման կետերի շահագործումն ամենաշահավետն է։ Գյումրիում տեղ սպասարկման սրահները կլոր տարին հաճախորդների պակաս չեն զգում։ Փոցաշատ փողոցների շրջանցումն այստեղ պարզապես հերոսություն է։ Քաղաքապետարանի հատկացրած գումարները հերիքում են ընդամենը մի քանի փոս խճակարով լցնելու։ Մշակութային մայրաքաղաքի դեմքը կարծեք նմանվել է փոսիկներով լի անհարթ մակերևույթի, որի երիտասարդացումն արդեն պայմանավորված չէ ասֆալտային քսուկներով։ Աննա Մարտիկյանն է պատմում։ Գարնան բացվելուց էլ շուտ բացվեցին Գյումրիի կենտրոնական փողոցների փոսերն ու սկսեցին անսանձ մեծանալ։ Երթուղայինների ուղևորների մտապատկերում Գյումրիում երթևեկելիս, եթե մանկության չհաջողված ճոճանակի հիշողություններն են արթնանում, ապա վարորդները մանկական հայհոյանքների տեքստերն են վերհիշում, սակայն անհասցե։ Գյումրիում ճանապարհ վարձի գոյություն չունի։ Մեքենաները սաղ չարտուխուդել ունեն։ Չնայած ամեն տարի կատարվող փոսալցումներին, փոսերի լայնությունը, խորությունն ու քանակն առանձնապես փոփոխությունների չեն ենթարկվում։ Գյումրիի փողոցները հիմնովին վերանորոգվել են անհիշելի ժամանակներում, եւ սա դեռ քիչ էր, ջրմուղի կատարած լայնակի բացվածքներն էլ վրադիր։ Ջրառատի ավտոբուսի վարորդը վերջին երթուղին կատարած շտապել է խանութից գնումներ կատարի ու Գարնան առաջին օրը շուտ տուն գնալով ուրախացնի ընտանիքին։ Մի քանի րոպե անց սակայն հասկացել է, որ ամենամեծ ուրախությունը փրկարարների շուտ ժամանումն է։
Քաղաքապետարանը վիճակը փորձում է բարելավել խճաքարերով փոսալցումներ կատարելով, բայց թե դրանով էլ դարդին դարման չեսանի։ Ասեմ, որ երկրաշարժից հետո շատ քիչ ճանապարհներ են հիմնանորոգվել եւ այսօր քաղաքապետարանի բյուջեն մեզ թույլ չի տալիս այդպիսի շարժալություն, որ կարողանանք ամբողջ քաղաքը ասֆալտապատենք։ Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անցած տարի կնքվել է 400 միլիոնի պայմանագիր ճանապարհների փոսալցման ու մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Ներկայացվել 721 միլիոնի կատարողական, 326 միլիոնը վճարվել է, չվճարված պարտքն էլ մնացել 424 միլիոն։ Թվերը խառն են, փորձում են պարզել ֆինանսների նախարարությունում։ Մեզ մոտ սխեմաները չկան պահպանված, թե տվյալ, ասենք, կազմակերպությունը կատարել է եւ որ հատվածներում է կատարել։ Դրա համար մենք չենք կարող հիմա պահանջել, որ կատարվի այդ երաշխիքային վերանորոգումը։ Փոսալցումների համար նույնպես գումար է տրված մեր բյուջեում 202 միլիոն, դա մոտ 30,000 քառակուսի մետր մագերեսով կարող են փոսալցումներ կատարել։ Փոսալցումներից բացի այս տարվա բյուջեում հիմնանորոգման համար նախատեսված է 77 միլիոն դրամ, ինչը կբավարարի կենտրոնական հրապարակի եւ հարակից եւս մեկ փողոցի հիմնանորոգմանը։ Իսկ մինչ այդ վարորդներն ինչքան էլ ճարպկորեն խուսանավեն փոսերից ընտրելով չարիքներից փոքրագույնը, միևնույնն է ամսական գոնե 20,000 դրամ խնայողություն են ունենալու մեքենան վերանորոգելու համար։ Հիմնականում ամորտիզատոր է, շարավո է, դեղ ռեզիններ է, շատ բաներ կա, տուրկիներ են, ես իմ շատ բաներ կան, որոնք այս ճանապարհներին չեն իմանա, ինչքան էլ կուզե թարմ մեքենա լինի։ Ավտոն քանես վերև շատ բան կա, բայց մարդու վիճակի չի որ սարսարկի։ Ասենք որ նոր չարտել է այդ բանը, շարավոյը փչացել, շարավոն փոխել։ Այն մեքենաները սահակ։ Գյումրիում շատ են ավտոտեղ սպասարկման սրահները եւ գործի առատությունից չեն բողոքում։ Վարպետ Ռաֆիկը օրական 3 մեքենա է վերանորոգում, մնացածներին հետ ճանապարհում, չնայած երկար տարիների փորձ ունի, բայց վարորդներին խորհուրդ տալու բան չունի։ Այս ճամփեքին ինչ շոֆեր կուզե ունի, չի կնակշե, նորմալ։ Մեր փոս սպասանից կմեկել կնես։ Հայաստանի հյուսիսային ԱՊՀ-ը այս տարվա մշակութային մայրաքաղաքը զբոսաշրջիկներին զարմացնելու բան հաստատ կունենա, մինչև մշակութային օջախներ ու կոթողներ պատմամշակութային վայրեր այցելելը նախ կծանոթանան գյումրեցի վարորդների ճարպկությանը։ Աննա Մարտիկյան, Արտյոմ Ադամյան, Առաջին լրատվական։ Ժամանակակից հայ գրականության ձեռքբերումներն է ամփոփել Հայաստանի գրողների միության նախագահը մասնագիտական համաշխարհային տոնի օրը։ Լևոն Անանյանն ասել է, որ գրողներն այսօր գնահատված են պետական, հասարակական մակարդակներով։ Գրքերի նկատմամբ հետաքրքրությունը նորից սկսել է բարձրանալ մայթերից ու գետնանցումներից։ Գիրքը վերադառնում է քաղաքակիրթ միջավայր։ Ըստ Անանյանի, պետությունն արդեն 8 տարի է պետպատվերի միջոցով աջակցում է գրականության զարգացմանը, պետբյուջեից տարեկան 140 միլիոն դրամ հատկացնելով գրահրատարակչությանը։ Այսօր տարեկան տպագրվում են տարբեր ժանրերի՝ թարգմանական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի շուրջ 250 գրանուն գրքեր։ Հայաստանի գրողներն Անանյանի տեղեկացմամբ մասնակցում են միջազգային համաժողովների, մեր երկիրն էլ միջոցառումների մեծ շարքով, նշեց գրատպության 500-ամյակը, իրականացվեց Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագիրը, որոնք դարձան գիրքը քարոզելու լավագույն հարթակ։ Անանյանի հավաստմամբ լավ են վաճառվում դասական գրականությունն ու հեքիաթները։ 4 հրատարակություններ կայացրել են եւ իրենց շահույթի հաշվին իրենց ընտրությամբ տպագրում են գրքեր, այսինքն գիրքը աստիճանաբար դառնում է ապրանք, այսինքն գրահրատարակչության ոլորտը սկսում է դառնալ եկամտաբեր, շահութաբեր եւ հատկապես շեշտը դրում է մանկական գրականության վրա։ Գրի ու գրականության նկատմամբ պաշտամունք տածող ժողովուրդը այսպես են բնութագրում եվրոպացի մտավորականները մեր ժողովրդին։ Counterpart International հրատարակչատան ղեկավարի գնահատականի առիթն այս անգամ միմյանց գիրք նվիրելու համաշխարհային օրն է։ Այն մեզանում յուրահատուկ տոնի է վերածվել, հատկապես վերջին տարում հաշվի առնելով Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրատպության կես-հազարամյա հոբելյանի փաստը։ Մուտքը գրքով խորագրով ավանդական միջոցառման այս տարի փոխարինել է գրքի բանկը, տարբեր մշակութային օջախներում էլ կազմակերպվել են տարբեր տոնական ակցիաներ։ Փետրվարի վերջին 10-օրյակի ընթացքում Թումանյանի անուղղակի միջամտությամբ մայրաքաղաքի 20 թանգարանային հարթակներում
կրկին միմյանց վերագտան գիրքն ու հայ ընթերցողը։ Նոր ավանդույթը, որ կապվում է Թումանյանի ծննդյան ու գիրք նվիրելու համաշխարհային օրվա հետ, արդեն ամենամյա եւ տարեցտարի ավելի մասսայական դառնալու միտումն է։ Նախորդ տարի ֆլեշմոբ դիվիզիան հանդես եկավ մարզային գրադարանները նոր գրականությամբ համալրելու նախաձեռնությամբ եւ մուտքը գրքով նախագծով, որի արդյունքում 13,000 գիրք հավաքագրվեց միայն Երևանի մշակութային օջախներում։ 13,000-ից ավելի գիրք հավաքվեց եւ 29 կարծեմ համայնքային գրադարանի նվիրվեց։ Իհարկե մեծ փոփոխություն կտրուկ հեղաշրջում չէր կարող այս ամեն ինչի արդյունքում լինել, բայց գիտեմ, որ շատ ընթերցողներ ստացան իրենց համար ցանկալի գիրք։ Այս տարի մուտքը գրքով նախագծին փոխարինեց գրքի բանկը, որն իրականացվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրի շրջանակում։ Բացի մշակույթի նախարարությունից նախագծի աջակիցների թվում են նաև միջազգային կազմակերպությունները։ Կարել Հովստրան արդեն 7 տարի է, ինչ Հայաստանում է, հասցրել է ծանոթանալ մեր մշակույթին ու ավանդույթներին։ Հայաստանյան հայտնություններից մեկն էլ համարում է գիրքը մեծարելու հայերի կարողությունը։ Պետք է ընդգծեմ գրքի հանդեպ հայերի առանձնահատուկ վերաբերմունքը։ Ուրախ եմ, որ միասին փորձում ենք վերադարձնել ընթերցելու ավանդույթը եւ ցույց տալ, որ ընթերցելն անհատական անհրաժեշտություն է։ Անկամ մարզերում, որտեղ գրադարանները լավ վիճակում չեն, գրքի հանդեպ մեծ հոգատարություն եւ խնամք է ցուցաբերվում։ Զանգակ հրատարակչությունը եւս միացել է գիրք նվիրելու շքերթին, հրապարակելով այն 10 գրքերի անունները, որոնք նվեր կստանան Facebook-յան այն օգտատերերը, ովքեր տվյալ գրքի համար կունենան 150-ից ավելի հավանություններ։ Մրցույթի արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ 1700 օգտատեր հավաքել է 150-ից անհամեմատ ավելի հավանություններ ու հաղթողները մինչև մարտի 13-ը կստանան իրենց գրքերը։ 100,000-ից ավել կոմենտ, մեկնաբանություն եւ հավանությունները եղել ընդհանուր առմամբ։ Հետևաբար 100,000-ից ավել քայլեր են եղել դեպի գիրքը, 100,000 անգամ խոսվել է գրքի մասին վերջին 15 օրերի ընթացքում։ Առաջինն այս շարքում հաղթողներին է հանձնվում Արտակ Մովսիսյանի 10 հայ ականավոր արքաներ գիրքը, որի երկրորդ եռալեզու հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրատարակությունն է։ Գրքի շնորհանդեսից հետո հեղինակի ստորագրությամբ 400-ից ավելի օրինակներ գտան իրենց տերերին։ Շատ ուրախալի է, որ Facebook-ում նման արձագանք ունեցա, որովհետև անընդհատ մտավախությունը, մտահոգությունը կա, որ երիտասարդները հատկապես քիչ են կարդում, նոր սերունդը քիչ է կարդում, սա նաև հակառակը վկայող փաստերից մեկն էր։ Գիրք նվիրելու օրը գրքի բանկին նվիրաբերվել էր 200-ից ավելի գիրք։ Այսօր այդ թիվն արդեն անցել է 9000-ից։ 9000 մարդ գրքի հանդեպ իր սերը փոխանցել է մարզերից որևէ մեկի բնակչին, իր սիրելի գիրքը տրամադրելով մարզային գրադարաններին։ Իսկ Facebook-յան մրցույթի վերջին 2 շաբաթվա ընթացքում 100,000-ից ավելի օգտատեր քննարկել, մեկնաբանել ու ըստ էության գրքին մի քայլ ընդառաջ է գնացել։ Թերևս նաև այն հույսով, որ լավ գրականության հետ շփումը վարակիչ է ու գուցե մի օր այն վերածվի ընթերցանության համազգային համաճարակի։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Եվ 7-րդ արվեստի մասին մեկնարկել է բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա կինոփառատոնը, որն այս տարի ցուցադրելու է 9 ֆիլմ։ Այսօր Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսին է ներկայացվել «Ակվարիում» ֆիլմը։ Ֆիլմերը նվիրված են լինելու ջրային պաշարների, շրջակա միջավայրի խնդիրների բարձրաձայնմանը, քանի որ ՄԱԿ 2013-ը հռչակել է ջրային համագործակցության միջազգային տարի։ Մարտի 2-ից 7-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա, իսկ մարտի 8-ից 10-ը Նայրի կինոթատրոններում։ Մուտքն ազատ է։ Բրիտանական ֆիլմերի փառատոնի շնորհիվ մենք հիմնականում վերել ենք այդ ցուցադրում ենք ֆիլմեր, որոնք նկարահանվել են Մեծ Բրիտանիայում կամ բրիտանական ռեժիսորների կողմից, բայց փորձել ենք հայ մասնագետների մասնակցությունը նույնպես ապահովել։ Մենք հայտարարել էինք մրցույթ ջուր գումարած հայ երկու խորագրով, ստացել ենք բավական հետաքրքիր ֆիլմեր, 3 րոպեանոց վավերագրական ֆիլմեր հայ ռեժիսորների կողմից, 8-ը համապատասխանել են չափանիշներին։ Լրազամբյուղն սպառվեց, տաղավարում աշխատում էր Աբրահամ Գասպարյանը, հաճելի հանգստյան օր եմ մաղթում։